Կենտրոն հեռուստաընկերությունը և Drive Media-ն ներկայացնում են։ Հիմա գտնում եք հին Շինուհայրում։ Գյուղն երկու անգամ տեղահանություն ա եղել։ Այժմ դպրոցում 386 աշակերտ է։ 20 թվականից վերադարձել են Հուսեյելի ծննդավայր Շինուհայրը։ Հիմա գտնում եք հին Շինուհայրում։ Պատմությունն այստեղից է սկսվում, սրբավայրեր ունենք, այցելում են։ Իմ դիմաց գտնում է Սուրբ Ստեփանոս եկեղեցին, գյուղի կենտրոնական եկեղեցին է, գոյություն ունի 17-րդ դարի առաջին կեսից, գործել է մինչև 1920-ական թվականների սկիզբը, այնուհետև կապված խորհրդային իշխանության հաստատման հետ, եկեղեցին փակվել է և վերածվել կոլտնտեսության պահեստի։ Ինքը բավականին մեծ եկեղեցի է, իմիջիայլոց այստեղ հոգևորականներ են եղել նաև իմ պապերը, իմ իրական ազգանունը Տեր Հակոբյան է։ Ուսանած Արապատի Սուրբ Աստվածածին եկեղեցին է, փոքրիկ զանգակատ ունել ունի 17-րդ դարում, այնտեղ ապրել են շուրջ 120 կույսեր, որոնցից ոմանց անունները պահպանվել է, մատյաններ են ձեռագրվել, նաև գյուղը ունեցել է մանրանկարչության ենթադպրոց, Սյունած դպրոցի մի մասն է, այդ վանքում պատկերագրված մատյանների շուրջ 30-ը պահպանվել են, մի մասը գտնում է Մատենադարանում, իսկ մի մասն էլ պահպանում է աշխարհի շատ թանգարաններում։ Ակների քարանձավներն են, մեր հեռավոր նախնիներն ապրել են այնտեղ։ Եթե տեղանքին ուշադիր հետևում եք, ինք ստրատեգիական առումով բավականին հարմար դիրքում է։ Տեսեք, մի կողմում ձորն է, մի կողմում ժայռերն են, և ճանապարհը, որով մենք իջանք, այդ ճանապարհը կառուցվել է 19-րդ դարի վերջին։ Գյուղի այն ժամանակվա գյուղապետի Հայրապետ Շինյանի կողմից։ Ընդհանրապես բոլոր ճանապարհները վերահսկելի են եղել։ Ցավոք այսօր հին Շինուհայրում այլոց ոչ ոք չի ապրում, որովհետև 1960-ական թվականներին կապված Տաթևիկի շինարարության հետ բարձրացել են Եռաբլրի դաշտ։ Յոթանասունական թվականների այստեղ կառուցվել է մեծ գործարան, կոչվել է Ռետինե Կոշկեղյանի գործարան, որը որ ամբողջ կարելի ասած այս պահին էլ եւ Գորիսից եւ համայնքի բնակավայրերից աշխատել են ստեղ մոտավոր 1600-1800 հոգից ավել մարդիկ են աշխատել։ Այդ շինարարությունը արդեն 77-78 թվականներից արդեն պատրաստ է եղել ու աշխատել է մինչև մոտավոր 90-ական թվականները։ Այդ գործարանն էլ տեղ ա եղել, դպրոցը եղել է էլի կրկնեցի մեծն ա եղել, այս պայդրությամբ համարյա թե տեսակ շինարարություն ա գնում 430 երեխայի տեղակառուցում։
Ինչպես տեսնում եք, շինարարական աշխատանքները ընթանում են։ Մենք ճիշտ է շինարարներ չենք, ամենայն դեպս մենք տեսնում ենք, որ արագ տեմպերով աշխատում են, նույնիսկ ամառվա շրջանում ամառը իրենք աշխատում են մինչև ժամը 11-12 երեկոյան։ Նոր դպրոցը, եթե չեմ սխալվում, 450 աշակերտի համար։ Մեր դպրոցի աշակերտները բավականին զարգացած, աչքաբաց, նորարարություններին տեղյակ աշակերտներ են, շատ ակտիվ են, իրենք նույնիսկ ծրագրեր կան, որ ուսուցիչներս կարող է մի քիչ ուշ տեղեկացված լինենք, մի քիչ ուշ իմանանք, իրենք անմիջապես դա գտնում են համացանցից, տեղեկանում են, գրանցվում են, կատարում են, մասնակցում են։ Ունեցել ենք աշակերտներ, ովքեր դպրոցական տարիքում արդեն համալսարանում, պետական համալսարանում կազմակերպված համաժողովներին մասնակցել են եւ կարելի է ասած հիացրել են այդ դասախոսներին։ Աշակերտ ունենք հիմա սովորում է 12-րդ դասարանում, ով տնտեսագիտության գծով օլիմպիադային է մասնակցել, հանրապետական օլիմպիադային շահել է եւ Հունաստան իրենք մի քանի օրով այցելություն են իրականացրել, այդ խմբի մեջ է եղել։ Մեր գյուղը այս պայդրությամբ մարզի ամենամեծ գյուղերից մեկն է, բնակչությամբ, տարածքով մեծ է ինքնա, բայց դե որպես համայնք խոշորացվել է 16 թվականին։ Մշակույթի տունը ունեցել, ուղղակի 90-ական թվականներից հետո այդ մշակույթի տունը վերացել է, ժամանակ կան ժամանակ, դե հիմա այս պահի դուրությամբ 2022 թվականին նոր եկեղեցին բացվեց մեր երաշտական դպրոցը կարելի ասած վթարային վիճակում էր, որը որ հիմնովին կառուցել ենք մենք սիոնության ծրագրով, նորոգումներ ենք արել մանկապարտեզում։ Մանկապարտեզը գործում է 1974 թվականից մինչև առեսօր, ընթացքում եղել է կարճաժամկետ ընդհատումներ, բայց հիմնականում աշխատել է նախակրթարանը տարիներ շարունակ։ Շենքը տիպային շենք է, նախատեսված է 180 երեխայի համար, իսկ այս պահի մենք ունենք 94 երեխա, 5 խումբ։ Ջեռուցումը կարգավորված է, նախակրթարանը ջեռուցված է արևային համակարգով,
ամենօրյա աշխատանք է կատարում, ինքը 5 օրյա նախակրթարան է։ Մեր մոտ այսօր մենք նշում ենք աշնան տոնը, ոսկե աշունը։ Տարբեր բնակավայրերում ունենք հասարակական կազմակերպություններ, դուք տեսաք, որ նեղ արդյունքությունեցին աշխատումը, մեր հնարավորություն ենք տվել, որպեսզի երեխաները զբաղեցնեն ինքը կոնկրետ։ Լինելով այս գյուղի բնակիչ, հիմնեցի Շինուհայր երգի բարի համույթը ստեղծեցի եւ հիմնեցի նորաձևության փոքրիկ սրահը, որտեղ հանրային պատվերներ ենք կատարում, ունենք 60 աշակերտ Շինուհայր երգի բարի համույթում ուսանող եւ դասավանդում եմ նկարչություն ու կարպետագործություն։ Շինուհայր երգի բարի համույթի վաստակած մրցանակներն է, որը շատ ժամանակ փառատոների ձեռք է բերել։ Ճիշտ է, այս տարի Պարարվեստի ուսումնարանում 16 դպրոցների մեջ մենք քննությունը տվեցինք գերազանց եւ Grand Prix-ի արժանացանք։ Շինուհայր գալուց հետ կապված մեծ երազանք եմ ունենալ ազգագրության թանգարան։ Օրինակ, այս թանգարանը ճիշտ է համալրված չի ինքը իր թվականակով որպես հնություններ, բայց ամեն դեպքում համայնքի բնակիչների հետ աշխատում է, որպեսզի կարողանանք գեղեցիկ եւ օգտավետ թանգարան ստեղծենք։ Տեսեք, որ եղել եք դուք արդեն հին Շինուհայրում, տեսած կլինեք այդ հին կառույցները, որոնք որ ոչ այդքան ամբողջությամբ պահպանված են եղել։ Այնտեղ ուղղակի եղել է մեկի կտուրը, մյուսի բալկոնն է եղել ու ոչ բոլորն են ունեցել հնարավորություն, որ առանձին ունենան մառաններ։ Սրանք հանդիսացել են տարաները, նրանց այդ սառնարանները, այսինքն որոնք որ կարողանան հողի տակ պահեն եւ երկար օգտագործել։ Հետո մենք գալիս ենք օրինակ տրեխներին, ես շատ կուզեի տրեխների մասին այս պատմությունը գեղեցիկ է պատմել, տրեխ կոշիկը, հա, այն ժամանակների, բայց մենք ունեցել ենք տրեխների երկու տեսակ, այսինքն մարդամեջի եւ աշխատանքային։ Սնդուկները հանդեսացել են նրանց օժիթի հիմնական մասը, որովհետև օրինակ մեր տարածաշրջանում, երբ որ աղջկան կնության են տարել, նրանք մեքենաներով օժիթներ չեն տարել։ Ունեցել են մի հատ հարսնացուն, որին որ արդեն պետք է տեղափոխեին, ասենք, խոտից գար Շինուհայր կամ Շինուհայրից գնար Հալիձոր, Տաթևից գար խոտ, ունեցել են մեծ ծածկոց, բողջա է կոչվել դա այդպես։ Հարսի ինչ որ բաներ են, պատկանելի իրեր են եղել, զգեստներից միջև զարդեր, օժիթի հասանելիքները դրել են այդ բողջայի մեջ, կապել են կամ ամուսինն է շալակել կամ հենց հարսնացուն ինքն է շալակել։ Սա նաև եղել է նրանց ավանդական պահպանման վայրը։ Սա կուժ է։ Շատերի համար այն սովորական է թվում, բայց այս կժերն էլ իրենք հիմնականում եղել են պղնձից, որովհետև պղինձը երկարակյաց է եղել, այսինքն չի ցեցոտում, չի վնասվում, սրա մեջ նաև դրել են իրենց ճիր ու չամիչները, որպեսզի չփչանա, չորտնի եւ պահել են էլի նույնպես հողի տակ կամ դրել են ինչ որ տան մի հարմարամետ անկյունում, բայց սա մենք ժամանակին չեմ կարող հիմա կոնկրետ թիվ ասել, բայց մի 20 տարի առաջ մեր բնակչությունը սրանով ջուր է բերել։ Ներքին Շինուհայրից բերել են վերև եւ կարող է ավելին անգամ այդ 20-ից ավել ու իրա կրելու վիճակ ստեղ պարտադիր եղել է կտորից խցան։
Շատերը փայտի փոքրիկ խցան են ստեղծել, հետո կտորը հարվածել են, որ իրան գրկելուց, այսինքն իրան վերցնելուց, դե պատկերացնում եք ծանրանում, սա հիմնականում կիրառելի է եղել կանանց համար, սա կանանց գործիք է։ Իրենք սիրուն բարձրացրել են, մեկն օգնել է իրեն, որտեղ ծանր եղել, կամ եթե ուժում եղել է հայուհու, ինքը անձամբ կրել է, ձեռքը դրել է այստեղ, կուժ ամբողջությամբ բերել է ուսին։ Եթե խցանը չլիներ, ջուրը ամբողջությամբ կթափվեր, ու այսպես կարողացել է ձեռքը բարձրացնելով, այսինքն ինքը հավասարակշռությամբ պահել է ծանրությունը, այսպես է բռնել բերել, այսպես, բայց հարմարավետ է։ Ես ինքս մի անգամ լցրած օգտագործել եմ, զգում ես, որ ծանրությունը քեզ չի խանգարում բարձրանալ, իջնել, կարողանում ես իրեն պահես անգամ մի ձեռքով։ Նպատակս համայնք վերադառնալը ամբողջությամբ նրանով է ամփոփվում, իմ կրթությունը ինչ որ ես ստացել եմ Երևանում, տեղափոխել համայնք, զարգացնել համայնքը, այն դարձնելով մշակութային։ Շինուհայրի հիվանդանոցը ստեղ գործել է 1986 թվականից։ Հետագայում մի քանի անգամ վերանվանվել է, կոչվել է Շինուհայրի ՓԲ, հետագայում Շինուհայրի ՊՕԱԿ, իսկ հետագայում մենք միացել ենք Տաթևի ԱԿ-ի հետ եւ դարձել ենք Տաթևի առողջության առաջնային պահպանման կենտրոն։ Ներկա պահին սպասարկում ենք 7 գյուղ, ընդհանուր առմամբ 4850 բնակիչ։ Մեր հիմնական գործունեությունը վերաբերվում է բնակչության հիվանդությունների կանխարգելմանը, բուժմանը, հիվանդների դիսպանսերիզացիային, ինչպես նաև երկրորդային հիվանդություններով հիվանդների այդ կանխարգելմանը։ Զբաղվում ենք նաև հղիների հսկողությամբ, միաժամանակ իհարկե մեր աշխատանքը զուգակցում ենք մանկաբարձ գինեկոլոգների հետ, միասին ենք հսկում մեր հղիներին։ Վերջերս ձեռք ենք բերել նաև հատուկ հղիների համար նախատեսված պայուսակներ, դա էլ որպես նվեր բաժանում ենք եւ էլի շատ դրական քայլ է, որ մեզ այդ հնարավորությունը տվել են մարզպետարանից։ Ստեղ գյուղում Շինուհայրում տարբեր գործողություններ եք անում, ասեք, ռոռոկման ջրերի ցանցն եք ուզում նորոգենք, մի մասը արված է, արդեն մեծ մասը կարելի ասած արված է, որ եւ այդ ռոռոկումը օգուտ կտա եւ Հալիձոր գյուղին, եւ Շինուհայր գյուղին։